Այսինքն փաստացի մենք պետք է պաշտպանենք վեհապարին, հասկանալով որ մենք պաշտպանում ենք ոչ այնքան վեհապարին, ոչ այնքան եկեղեցուն, որքան Հայաստանին եւ որքան մեր ընտանիքներին, մեր երեխաների ապագային, որտեվ եթե թեկուզ 100 ադրբեջանցի վերադառնան Հայաստան, ուշադրություն դարձրեք, եթե 100 ադրբեջանցի վերադառնան Հայաստան, այդ 100 ադրբեջանցին կդառնան արդեն պատրվակ, Թուրքիան կասի, որ արդեն այս ադրբեջանցիների քթից աղոն է գալիս, իրանք ունենան բարոյական իրանք զորք մտցնեն Հայաստան։ Ինչպես որ դրանք զորք են մտցնում Սիրիա, Իրաք եւ այլն եւ այլն։ Այսինքն փաստացի Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցավոր խմբակը պատանդի կարգավիճակի մեջ են հայտնվել Ալիևի ձեռքում եւ Ալիևը օգտագործելով այս իրավիճակը այս մարդկանց միջոցով ուզում է լուծի Հայաստանի լուծարման խնդիրը։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Սա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա իր թիմին ոնց է ձևակերպում։ Իր թիմին բնականաբար չի կարող ձևակերպել, ես ասում եմ, ոչ թե տեսակետ, ոչ թե անալիզ